Ապրիլի 10-ը օրը Կիրակի, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի լրագրի հերթական թողարկումն է եթերում։ Բարի երեկո։ Քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական նշանակության միջազգային կազմակերպությունների գործունեությունը, դերն ու նշանակությունը մանկավարժականի ուսանողներին եւ դասախոսներին ներկայացնելու համար Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտում էր Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպանը։ Հանդիպման մանրամասները մեր տեսանյութում։ Ապրիլի 6-ին գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի եւ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի քաղաքացիական կրթության կենտրոնի նախաձեռնությամբ առաջին անգամ Գյումրիում եւ մանկավարժական ինստիտուտում էր Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գեդրուս Ապուոկասին։ Ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպելու, նրանց ուզող հարցերին պատասխանելու եւ միջազգային կազմակերպությունների գործունեությունը ներկայացնելու նպատակով դեսպանն իր խոսքը սկսեց Հայաստանի եւ Լիտվայի նմանություններն ու տարբերություններն առանձնացնելով։ Литва страна скорее северная, солнца у нас мало. В Армении наоборот. Армения это первая страна, которая приняла христианство как государственную религию. Литва последняя. Հայաստանում Լիտվայի դեսպանատուն հիմնվել է 3 տարի առաջ, որպես մեր Բալթյան երկրների ներկայացուցիչ պետություն, Լիտվան մեր երկրի հետ հարաբերություններում կարևորում է միջազգային հանրությունում Հայաստան մեր Բալթյան երկրներ ամուր կապերը, ներկայացնելով միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Եվրամիության եւ Եվրախորհրդի գործունեությունն ու նշանակությունը պետական եւ միջպետական կոնֆլիկտները լուծելու հարցում Գեդրուս Ապուոկասին օրինակներ բերեց սեփական երկրից, նշելով, որ հազարամյակներ Լատվիայի հետ մեկ պետության մեջ լինելուց եւ առանձնանալուց հետո հարևան երկրները ազգային փոքրամասնությունների եւ նրանց հետ կապված իրավունքների խնդիրները լուծել են տարաձայնությունները հարթելու եվրոպական մոդելով, որդեգրելով միջազգային կազմակերպությունների քաղաքականությունը։ Այս համատեքստում դեսպանը նույնը խորհուրդ տվեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հարցում։ И тогда придет время, когда можно будет договориться и о тех вопросах, которые сегодня кажутся просто непредставимыми для разрешения. Արևելյան գործընկերության մոդելը ներկայացնելուց հետո դեսպանը վստահեցրեց միջազգային կազմակերպություններին անդամագրվելը չի զրկում երկրին տնտեսական անկախությունից, միջազգային կազմակերպությունը չի թելադրում զարգացման սեփական ճանապարհը, ընդամենը միջպետական հարցերի լուծման եւ տարաձայնությունների հաղթահարման համար առաջնային միջոց է բանակցությունների սեղանի շուրջ հավաքվելը, իսկ Հայաստան-Լիտվա հարաբերությունները թեկուզ նմանատիպ հանդիպումների միջոցով ամրապնդելը հատկապես կարևորվում է կազմակերպիչների կողմից։ Այս տարի ԵԱՀԿ-ի նախագահ պետությունը հանդիսանում է Լիտվան, իսկ դա շատ կարևոր հանգամանք է, քանզի Հայաստանի Հանրապետությունը անդամակրված է Եվրոխորհրդի կազմում է գտնվում 2001 թվականի հունվար ամսից, դա մենք բոլորս մեզ հայտնի տվյալ է, եւ հարցեր կան, որ Հայաստանը կարող է բարձրացնել ԵԱՀԿ-ի առջև եւ այն հարցերը, որոնք Հայաստանում կարող է եւ շատ դժվար լուծելի թվային, գուցե ինչ-որ մի ձևով ԵԱՀԿ-ի ամբողջ կազմը կարողանա այդ հարցերը ի օգուտ Հայաստանի Հանրապետության լուծի։ Գեդրուս Ապուոկասին Հայաստան-Լիտվա համագործակցության մասին խոսելիս չմոռացավ նշել նաև, որ իրենք առաջիններից մեկը դեռևս 1950-ին պաշտոնապես ընդունել են հայոց ցեղասպանությունը, իսկ այսօրվա քաղաքական իրավիճակում հաստատված ճշմարտությունը եւս մեկ անգամ փաստելու եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ամրապնդելու համար Թուրքիայի հետ բանակցություններում դեսպանն Հայաստանին ցանկացավ հարաբերությունների բնականոն ընթացք, կարևորելով տեղեկացված երիտասարդության դերը միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելու հարցում։ Важно знать основные принципы действия Евросоюза, основные его институции, способ принятия решения, для того, чтобы понять, каким образом вести себя в отношениях с ним. Լիլիթ Թովմասյան, Նարեկ Սահակյան, ԿՊՄ լրագիր։ Ժամանցի կազմակերպման խնդիրը գրեթե միշտ արդիական է եւ մտահոգել է բոլոր ժամանակների երիտասարդներին։ Ինչն է փոխվել ժամանցը կազմակերպելու մեր օրյա պատկերացումներում եւ կան արդյոք երիտասարդների համար ժամանցի վայրեր Գյումրիում։ Ներկայացնում են Գայանե Ներսիսյանն ու Անի Մակարյանը։ Այսօրվա մեր երիտասարդության շատ քիչ տոկոսն է գնահատում իր ժամանակը, իսկ ովքեր գնահատում են այն, չեն կողմնորոշվում որտեղ կազմակերպել իրենց ժամանցը։ Մեր քաղաքի երիտասարդները նշեցին բազմաթիվ պատճառներ, որոնք վերացնելու դեպքում կկարողանան հաճախել տարբեր ժամանցի վայրեր։ Мне кажется, в нашем городе нет таких мест, где бы молодежь смогла провести хорошее время. Եթե մարդ ցանկություն ունենա, կգտնի անպայման, ամեն ինչ մեզանից է կախված։ Իհարկե կան, բայց այդքան չէ, որ կան Երևանում։ Եթե ազատ ժամանակ ունենք, ընկերներով գնում ենք ինչ-որ սրճարան, հետո զբոսայգի։ Ավելի շատ գրքեր կարդալով եմ զբաղվում։ Նրանք ընդգծեցին, որ շատ հաճախ երիտասարդները իրենք են մեղավոր իրենց պասիվության հարցում,
Մեծ մասն էլ կարծում է, որ այն սպասիվության պատճառը քաղաքում ժամանցի վայրերի բացակայությունն է։ Բայց սա իհարկե այնքան էլ մոտ չի իրականությանը։ Քաղաքում լիարժեք ժամանց կարող են ապահովել թատրոնը, կինոն, թանգարանը, ընթերցասրահը, ինչպես նաև թեթև ժամանցի համար նախատեսված սրճարանները, դիսկոտեկները։ Շիրակի մարզային գրադարանը 10,000-ից ավելի ընթերցողներ ունի։ Եվ մեր ընթերցողների մոտ 50-ից 55%-ը երիտասարդներ են։ Թե ինչով կարելի է բացատրել մեր երիտասարդների անտարբերությունը թանգարանների նկատմամբ, դժվար է ասել։ Պարզվում է թանգարանը միշտ էլ նորություններ ունի իր այցելուների համար եւ պետք չէ սահմանափակվել 1 կամ 2 այցելությամբ։ Այստեղ հավաքվում են եւ բանաստեղծներ եւ երիտասարդներ, իրենց միկրոկլիման են ստեղծում եւ ժամանցի հետաքրքիր վայր է մեր թանգարանը։ Հունվարից մինչև հիմա արդեն 240 այցելու ենք ունեցել։ Ժամանակի հետ գուցե երիտասարդների պահանջներն էլ են փոխվել։ Միգուցե արդեն ժամանակն է ազատվել այն կարծատիպից, որ դիսկոտեք գնալը անհարմար է շատերին։ 21-րդ դարի երիտասարդների առաջին հայացքից միապաղաղ թվացող առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու համար կան մի շարք միջոցներ։ Անի Մակարյան, Քահանե Ներսյան, Նարեկ Սահակյան, ԿՊՄ-ի լրագիր։ Յուրաքանչյուր ժողովրդի պար արտացոլում է տվյալ ազգի մշակույթը։ Ազգային պարարվեստը որպես մշակույթի մաս պահպանելն ու սերունդներին փոխանցելը մշակութային պատմություն կերտելու եղանակ է։ Ինչպես են ուսուցանվում ազգային պարատեսակները Ամասիայի մանկական արվեստի դպրոցում, կիմանաք մեր հաջորդ տեսանյութում։ Ամասիայի տարածաշրջանում վերջին անգամ ազգային պարերի համույթ գործել է խորհրդային տարիներին։ Անկախությունից հետո անցումային շրջանի բացը 5 տարի առաջ փորձել են լրացնել Ամասիայի մանկական արվեստի դպրոցում։ Սկզբից օրեգա ինձ թվում էր, թե սիկ աշխարհի ծայրն է, բայց հիմի առանց այս երեխեքի, առանց այս իմ աշխատանքից ես ուղղակի չեմ պատկերացնում։ Գյումրի Ջրաձոր Ամասիա Գյումրի ճանապարհը Պարուսվից Բաքրատ Հովհաննիսյանն անցնում է շաբաթը մի քանի անգամ։ Եղանակային եւ ճանապարհային դժվարությունները հաղթահարելը հեշտ չէ, բայց Գիտեք, երբ որ սպասված ես լինում միտեղ, ճանապարհն էլ այդքան դժվար չի թվում։ Ամասիայի մանկական արվեստի դպրոցի պարարվեստի դասարանը բացվել է 5 տարի առաջ։ Շենքային անհարմարություններն ու պայմանների բացակայությունը չեն խանգարել ստեղծել ու մեծացնել պարի դասարանը։ Հայկական ժողովրդական պարերի տեսակներին առաջին տարում ծանոթացել է 15 աշակերտ։ Այսօր թիվը կրկնապատկվել է ավելի մեծանալու միտումով։ Պարարվեստը դաստիարակության միջոց է, յուրաքանչյուր ազգի պարն արտացոլում է նախ եւ առաջ ժողովրդի պատմությունը, մշակույթն ու ապրելակերպը։ Ազգային ոգին բարձրացնելն ու հայկական ժողովրդական պարային մշակույթին ծանոթացնելն է այն սկզբունքը, որով առաջնորդվում են այստեղ։ Ամենաառաջինը մեր փոքրիկ երեխաները պետք է ուսուցանեն մեր ազգային ժողովրդական եւ ազգագրական պարատեսակները, իսկ հետո այդ լատինամերիկական կամ չգիտեմ ինչ այդ բոլորը ինքնին կուկակ սովորեն։ Բավականին մեծ է պարացանկը, ունենք սասնա պարեր, ունենք մշո պարեր, վասպուրականի պարեր ունենք, շիրակի պարեր ունենք, նաև ճավախքի պարերից։ Գյուղական համայնքներում հատկապես կարևորվում է ազգային ավանդական արժեքների պահպանումը։ Ամասիայի մանկական արվեստի դպրոցի պարարվեստի դասարանի աշակերտներ են նաև հարևան գյուղերի երեխաները։ Իսկ Ջրաձորի միջնակարգ դպրոցն արդեն 3 տարի առանց որևէ պարտավորության եւ հանուն ազգայինի պահպանման պարի դասերն անցկացնում է սեփական հարկի տակ, դրանով իսկ կանխելով ձմռան ամիսներին աշակերտների դասերից բացակայելու խնդիրը։ Եղել է մեծ երեխեքի տարիքին, մեջ էլ է ցանկություն եղել նման պարի կամ միշտ ցանկություն է եղել մեջս նվագել գիտենալ։ Երբ առաջարկել են, ես մեծ ուրախությամբ եւ իմ աջակցությունն եմ հայտնել իրենց, որովհետեւ նման միջոցառում կազմակերպվի եւ Փառք Աստծո շատ լավ իրեն արտարացրել է։ Մի օրինակ գյուղական առօրյայում սա նոր գույն է եւ կյանքը գոնե այս կերպ հետաքրքիր դարձնելու եզակի հնարավորություն։ Մեծ հաջող եմ ստանում, որ երեխեքը մոտենում են արվեստին, երեխաները մեն հանրակրթական դպրոցով չէ որ պիտի մարդ դառնան, իրենց ազգը պաշտպանեն, մշակույթը պաշտպանեն, նաեւ պարն է մեկտեղ, որ իրանք հայկական մշակույթը պաշտպանեն։ Այս տարի դպրոցի պարի դասարանը տալու է իր առաջին շրջանավարտներին։ Ավարտական դասարանի աշակերտներն այսօր ներողամիտ ժպիտով են հիշում առաջին քայլերը, հպարտությամբ խոսում ձեռքբերումների մասին, նաև վստահեցնում, ավարտելուց հետո հրաժարվել պարի դասերից չեն պատրաստվում։ Առաջի անգամ որ համերգ կուտայինք, այդ ժամանակ վախ կար մեջներս, բայց հիմա արդեն 5 տարի է պարենքը, արդեն այդ վախը ինչ-որ չափով դուրս եկե մեջերիցս։ Փառատոներ,
լավագույն բարի խումբ ճանաչվեցինք։ Ավարտում եմ, բայց ցանկանում եմ շարունակել։ Եթե բացվի մեծերի խմբակ, շատ սիրով կհաճախեմ։ Մինչ դպրոցի տնօրինությունը ուղիներ կգտնի ավարտական դասարանի աշակերտների հենքի վրա մեծերի խումբ ձևավորելու համար, նոր սերունդը պատրաստ է շարունակել ավագ ընկերների գործը։ Ես շատ եմ սիրում գալ Պարի, առաջի անգամ մայրիկիս եւ հայրիկիս հետ որոշեցի, որ անպայման պետք է գամ եւ շարունակեմ։ Պարի խմբի հաջողության առաջին գրավականներից մեկը երեխաների շորերն են։ Ինչքան շորը գեղեցիկ լինի, երեխային համապատասխան եւ տարիքային եւ երանգներով եւ պարի տեսակին համապատասխան, այնքան ներկայացված պարը արժանի գնահատականը կունենա։ Շորը ոչ թե մի մասից է կազմված, այլ մի քանի ձևով կարող ենք ներկայացնել շորը։ Հենքային շորը զգեստն է, վրայից ունենք փոքրիկ գոգնոցներ, թանթանա, իր շղարշով հանդերձ։ Մի շորը մի 3-4 ձևով երեխաները տարբեր պարերի ժամանակ կրում են։ Ստեղծման ճանապարհի դժվարություններն արդեն հաղթահարված են։ Հիմա ունեցածը պահպանելու ժամանակն է։ Արչևում ոչ թե մարզային հանրապետական, այլ միջազգային մրցույթ փառատոններն են։ Ամռան ամիսներին պարախումբը կմասնակցի Վրաստանում կայանալիք փառատոնին։ Ամեն ինչ դեռ արչևում է, իսկ այս պահի ամենամեծ նպատակը դպրոցի տնօրենի համար նոր ուսումնական տարին նոր ավելի հարմարավետ շենքում դիմավորելն է։ Ցանկությունը նույնն է նաև պարուսույցի մոտ։ Կուզենամ, որ այս պարախումբը, որ նոր իրոք այսօր կարելի է անվանել պարախումբ, ունենա իրեն արժանավայել պայմաններ։ Դալիճ ունենա, տեխնիկա ունենա, հագուստներ ունենա, շենքային պայման, ինչ որ այս երեխեքը կենեն այսօր, դիք ես բարեսպուն իմաստով համարում եմ հերոսություն։ Հերոսություն։ Այս բոլոր կանգնած երեխեքը հերոսներ են։ Մնում է միայն հաջողություններ մաղթել նորաստեղծ պարախմբին, ազգայինի պահպանման ու զարգացման ճանապարհին։ Լիլիթ Թովմասյան, Նարեկ Սահակյան, ԿՊՄ լրագիր։ Ապրիլի 8-ին Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի դահլիճում դատական գործընթաց էր Գյումրիում Ռուսաստանի պատվոհյուպատոսի մասնակցությամբ։ Կազմակերպիչներն էին մանկավարժականի քաղաքագիտության եւ ռուսաց լեզվի ամբիոնները։ Դատական գործընթացի մանրամասները հաջորդ շաբաթ կներկայացնի Զարուհի Պնդուկյանը։ Приговор может быть обжалован в течение 10 суток с момента провозглашения приговора. Судебное заседание объявляется закрытым. Այսօրվա համար այսքանը, հիշեցնեմ, որ մեր տեսանյութերը նաև YouTube-ում են, իսկ դրանց մասին ձեր կարծիքներն ու մեկնաբանությունները կարող եք տեղադրել մեր բլոգում հասեն անփոփոխ ԿՊՄ studio.blogspot.com։ Գրեք մեզ նաև ձեր առաջարկները, մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր երիտասարդների հետ, ովքեր փնտրում են իրենց ծրագրերն իրագործելու ասպարեզ, իսկ առավել հետաքրքիր առաջարկների հեղինակները կարող են դառնալ մեր թողարկումների հերոսները։ Իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, կհանդիպենք հաջորդ շաբաթ նույն ժամին։ Ցտեսություն։